Աշխարհի ամենաբարդ ինստիտուտը, դա ընտանիք ինստիտուտն է։ Շատ անգամ ծնողները իրանք երեխա ունենում են, բայց իրանք չգիտեն ոնց պետք է երեխան դաստիարակեն։ Մաման ասում է, «Էսի չի կարելի», պապան ասում է, «Ա տղես արա բան»։ Երեք ես իմ աղջկա ծնողական ժողովին էի ու ուսուցչուհին ասում է ծնողներ կան, որոնք ներեխանում են, ասում են այսքան գումար ենք վճարում private դպրոցի համար, ինչի պետքա տանը իմ երեխեն պարապի։ Երեխային ասում է պապան մի ծխի, բայց ինքը ծխում է։ Այո։ Եթե սիգարետը իր բերանա երեխան ասում է մի ծխի, երեխան անելու է այն ինչ որ տենում է, ոչ թե ինչ որ լսում է։ Ստեղծել են հեշտ գործիքներ, նույն ինքը ChatGPT-ն, AI-ը եւ այլն։ Եվ արդեն երեխաներն է ձգտում են հեշտի ու երբ որ դու քո ուղեղը չես աշխատացնում, սկսում ես արվելի ֆիզիկական էլ է տկարություն գալի մոտդ։ Դու նկատել ես, որ իրանք միշտ նայում են գետնի, ներքև։ Այո։ Վերև չեն նայում։ Գիտես ինչի, որտեվ դա իրանք կոմֆորտ զոնան է։ Եվ երբ որ իրանք միշտ iPad-ի ու հեռախոսի մեջ են, ու այնտեղ իրանք հաղթում են խաղեր, իրանք այնտեղ չեմպիոն են։ Իրանք այնտեղ կոմֆորտ զոնան է, իրանք այնտեղ ճանաչված են։ Չարլի Չապլինի աղջկան ասում է, երբ որ մարդիկ էս կծափարեն, ասում է ծափարությունները կբարձրացնի քեզ պատալոգին, ասում է մի մոռացի վերևից, որ ներքևից ծափարողները քոնում են մարդիկ են։ Համո ջան, իսկ Հայաստանում ուստեղ տղա երեխաների մեջ տարբերություն կա, թե ուղղակի դարն է փոխվել։ Ստեղի երեխեքը ավելի շատ ոնց որ ինտրովերտ մենախոլիայի մեջ են։ Հա, երեխա կա ստեղ իրան վիրավորում են, ինքը չի հասկանում իրան վիրավորեցին։